Հայաստան համահայկական հիմնադրամը իրականացրել է նաև խմելու ջրի, ոռոգման ջրի շուրջօրյա մատակարարում Հայաստանի տարբեր մարզերում և հատկապես Տավուշում։ Համայնքներում ջրի ապահովումը ոռոգվող այգիներից մինչև ծորակից հոսող մաքուր ջուր նպաստել է տեղաբնակների կենսակերպի բարելավմանը։ Այս ծրագրերն իրականացնելու համար շնորհակալություն ենք հայտնում հիմնադրամի գործընկեր կառույցներին, ովքեր իրենց առաքելությունն են իրականացնում Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Կանադայում, Տորոնտոյում, Մոնրեալում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում։ Ինչպես նաև Նիդերլանդներում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Լիբանանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հունաստանում, Կիպրոսում, Ռումինիայում և Իտալիայում։ Մենք գտնվում ենք Շիրակի մարզի Անի համայնքի Հայկաձոր գյուղում։ Այստեղ տարիներ շարունակ դեռ 60-ականներից ընդհանրապես չի եղել, որ 24 ժամյա ջուր ունենան բնակիչները։ Դա էլ իր այրտին լիքը խնդիրների ու տհաճությունների է բերել։ Գյուղում ծառները, բուսականությունը շատ վատ է, բայց հիմա փառք Աստծո լուծվել է այդ խնդիրը։ Մենք արդեն ունենք 24 ժամյա ջուր գյուղում։ Այստեղից օկաջեից մենք ջուրը լցնում ենք այստեղ, խորքային օրից, այստեղից արդեն կարողանում ենք ամբողջ գյուղին ջուրը բաժանել։ Հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող Հայկաձոր գյուղն ունի 1010 տարվա պատմություն։ Համայնքում առկա ջրի խնդիրը երկար տարիներ չէր լուծվում։ Այսօր Հայաստան համահայկական հիմնադրամի և Ֆրանսիայի Հայաստան հիմնադրամի շնորհիվ այդ հարցի լուծմանն ուղղված երկարատև ջանքերը հասան նպատակի։ Գյուղն ապահովված է շուրջօրյա խմելու ջրով։ Ձրակիրը Մարսիլիո մետրոպոլիան և Ֆրանսայի հարավի ջրի գործակալությունը գոչ արեցին ձրակիրներ իրականացնելու համար։ Մենք Ֆրանսահայ հիմնադրամ գաբի մեջ մտանք համահայկական հիմնադրամի հետ։ Հիմնադրամը մեզ առաջարկեց Հայկաձոր գյուղը, որ հատուկ պետք էր ուներ ջուրի տեսակետով, պատրաստ նախագիծ մգար նաև, ուրեմն Հայկաձորը այսպիսի ընտրեցինք։ Նախատեսենք նոր մահման խողովակ, որը խորքային հորից 100 մետր տրամագծի խողովակով ջուրը հասել է օրվա կարգավորման ջրամբարը, որը վարձադի նշում եղել է իշխել է ամբողջ գյուղին իր դիրքով։ Դեռ 60-ական թվականներից ջրի խնդիրը առկա է եղել գյուղում, իրականում հնում ավելի դժվարությամբ, մեծ դժվարությամբ, վերջին տարիներին խորքային հորի շնորհիվ ջուր էր մատակարարվում գյուղին, սակայն ներքին ցանց չունենք, ջուր էր դուրս գալիս 4 օրը մեկ, ամեն մեկը իր տանը ուներ պահոցներ, որտեղ ջուրը պահում էին այդ 4 օրվա ընթացքում, իսկապես շատ մեծ խնդիր էր ջուրը Հայկաձորի համար, եւ ծրագրի լուծման շնորհիվ այսօր բոլորը գոհ են, ջրի խնդիրը գրեթե լուծված է։ Ժամանակները շաբաթից շաբաթ էին ջուր տալը, համարյա այդքան շատ ջուր չկար, մենք երբ օրենումներ են ամանների մեջ հավաքում դնում էինք, որ ջուր չտալու խնդիրներ կնանանք խմենք։ Այն ժամանակ ջրերը մի հատ վայր կար, որ ջուր էր գալիս, սառը մենք գնում ենք այդտեղից բերում ենք, որ տունը ջուր լինի։ Իսկ հիմա կարող ենք արդեն երբ ուզենանք ջուրը բացենք եւ ջուր խմենք։ Արդեն մարդիկ փոսեր են փորում, որ շլանգները տնեն մեջը, որ ջրերը չսառեն եւ կան հասնեն մարդկանց տաները։ Իսկ այն վաղ սառում են ջրերը։ Մարդիկ չեն կարողանում ջուր խմեն։ Համայնքի ղեկավարի խոսքով մարդկային ռեսուրսը սահմանամերձ այս բնակավայրում պահելու համար պետք է տարվեն նմանատիպ կենսական նշանակության աշխատանքներ, քանի որ հայկաձորցին ուժեղ է եւ պատրաստ մնալ ու արարել իր հողի վրա։ Այս խնդիրը լուծվելով օրինակ մի հատ շատ լավ բանի բերեց, որ բոլորը լքում էին յուղը, գնում էին ուրիշ տեղեր ապրելու։ Հիմա դա կարևոր հարց էր, այդ լուծվելով բոլոր մարդիկ սկսեն մնալ յուղում, էլի չեն թողնի հեռանա իրաց տները, գնան քաղաքներ կամ ավելի լավ պայմաններով ինչ-որ տեղ։
Պարոն Սարիբեկյան, հիմնադրամը դիտավանում իրականացրել է համալիր ծրագրեր, բայց մասնավորապես ամենախոշորներից դա ջրամատակարարումն էր։ Կասեք, որքանով է կարևոր համայնքային կյանքում նման էական ներդրումները։ Ինչպես նշեցիք, համալիր ծրագիր է իրականացրել Հայաստան համայնքական հիմնադրամը Դիտավան գյուղում երկար տարիներ։ Ես կուզեի փակագծերը բացեմ, ներկայացնեմ համալիր ինչ նկատի ունենք այդ բառով։ Սկսվել է կրթական համակարգից, դպրոցակառուցվել, մարզադահլիճակառուցվել, այնուհետև մանկապարտեզակառուցվել։ Համայնքային կենտրոնակառուցվել, որտեղ զետեղված է մանկապարտեզը, համայնքապետարանը, գրադարանը, հանդիսությունների սրահը եւ բուժկետը։ Գազաֆիկացվել է համայնքը ամբողջությամբ, ռոռոկման համակարգերը ջրագծեր են կառուցվել, նաեւ խմելու ջրագծեր, ջրամբարներ եւ ներքին ցանցեր։ Գյուղատնտեսության ոլորտում ջերմոցաշինության ծրագրեր է իրականացվել, բազմաթիվ գյուղտեխնիկայի եւ սարքավորումների համալրման ծրագրեր է իրականացվել, ծնելիության աճի խթանման, ժողովրդագրական ծրագրեր է իրականացվել բազմաթիվ երկար ու ձիգ տարիներ, 10 եւ ավելի տարի։ Իդեպ Հայաստան համայնքական հիմնադրամի այս ծրագրերը ֆինանսավորվել արգենտինահայ Էքսերջյան ընտանիքից հազվագյուտ դեպքերից է, որ մեկ ընտանիքի կողմից երկար ու ձիգ տարիներ ֆինանսավորվում է եւ մեծ վստահություն է ունեցել Հայաստան համայնքական հիմնադրամը այս ընտանիքի կողմից։ Կարճ շենացվել է Դիտավան գյուղը Հայաստան համայնքական հիմնադրամի կողմից։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Դիտավան համայնքի վարչական ղեկավար Հակոբ Սարիբեկյանի հետ։ Ես օգնում եմ։ Ես ջուր ունեմ։